Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկում է սկսվում, այսօր ես հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանին։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Անցնող շաբաթվա հետաքրքիր իրադարձություններից մեկը ՄԱԿ-ում բանաձևի քննարկումն էր եւ քվեարկությունը, որտեղ շատ հետաքրքիր կարելի ասել ինչ-որ լակմուսի թուղթ դարձավ այս բանաձևի դասավորություն, այո։ Այսինքն մենք տեսանք մի բան, որի մեջ կարող ենք մտահոգ լինել, թե հեսա մենք էլ կլինենք այդտեղ, բայց փառք Աստծո մենք վրացիների հետ կողմ քվեարկեցինք Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու այդ բանաձևի։ Ագրեսոր ճանաչելու այսպես ուղղակիորեն չէ։ Հա, ուղղակի չէ, դե բնականաբար։ Ըստ էության այդտեղ բանաձևը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության խորացման մասին էր։ Այո։ Որի, այսպես ասենք, նպատակը էլի տարածքային ամբողջականության, սուվերենության, երկրների, անկախության այդ ամենի պահպանումն է, հա։ Եվ դրա լույսի ներքո նաև Ռուսաստանի կողմից հասցրած վնասի գնահատումը Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով։ Այս ձևով ու դրան այո Հայաստանը կողմ է քվեարկում։ Եվ դրան դեմ են քվեարկել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ԱՊՀ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, իսկ մինչ եւ ընդ որում Ադրբեջանը ուղղակի չի մասնակցել։ Ադրբեջանն ուղղակի այո չի մասնակցել, բայց նաեւ չի մասնակցել, ասենք, Իսրայելը։ Եվ ինչն է այստեղ ուշագրավ, նաեւ Միացյալ Նահանգներն են դեմ քվեարկել սրան։ Եվ BRICS-ի ժողովուրդը ձեռնպահ, պատկերացրեք, ասենք Հնդկաստանը, Իրանն է ձեռնպահ քվեարկել, ինչն է նույնպես բավականին ուշագրավ, բայց այստեղ այո, ֆիքսենք, այս ամենը ավելի շատ հիմա այս վիճակում միջազգային ինստիտուտների ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ձևաչափում քվեարկությունները ավելի շատ սիմվոլիկ, բայց շատ կարևոր բնույթ են կրում, ի վերջո շատ կարևոր է ֆիքսել դիրքորոշման հարց է, թե այս խառնակ ժամանակներում դու պատմության ճիշտ թե սխալ կողմում ես։ Գոնեստեղ մենք Եվրոպայի հետ ենք։ Աստված դատում է ոչ այնքան արածների համար, որքան դրդապատճառների, հա։ Այո։ Այս ասենց կարևոր բան կա այստեղ, էլի։ Նաև հետևաբար ես ինձ թվում է դուք եւս մենք մեր գոհունակությունը պետք է հայտնենք Հայաստանի կողմից այսպիսի դիրքորոշում ֆիքսելու համար, որը կմտնի պատմության մեջ եւ մեր երկիրը, այո, այս պատմության մեջ հենց այս պատմության մեծատառով պատմության ճիշտ կողմում է։ Իսկ սա շատ կարևոր է, որովհետեւ այստեղ, ինչպես ասում են, երեսատեղ է մնում։ Մեր հարցերում էլ այլոց հետաքրքրությունները խթանելու հետ կապված որոշակի համերաշխություն ակնկալելը, հայցելը, պահանջելը, եթե կուզեք։ Ի վերջո մենք հաշվի ենք առնում ձեր շահերը նույնպես։ Իհարկե, մենք դա համարում ենք մերը։ Այո, հիմա շարունակում ենք առանց մեր ու ձեր անելու, այս ամենը համարելու մերը։ Սա շատ դրական զարգացում է եւ տեսեք, մենք ֆիքսում ենք հետեւյալը, Ադրբեջանը գերադասեց ընդհանրապես դիրքորոշում չհայտնել հարցական նշան պահպանելով իր դիրքորոշման վրա։ Այստեղ շատ կարևոր է, որ Վրաստանը եւս կողմ քվեարկեց։ Այո։ Եվ այստեղ կարևոր է, որ Հայաստանը եւ Վրաստանն են իրար հետ նույն դիրքորոշման վրա, Ադրբեջանինը հարցականով, բայց էլի բացասական չի։ Այսինքն այդ ամենը դեռ այսպես փոփոխական մեծություն է, հա, այսպես ասենք։
Դե մնացածն էլ արդեն ժամանակի ընթացքում հարցական նշանները կվերածվեն վերջակետերի, բայց նաև այս ֆոնին տեղի ունեցած այդ Թբիլիսիի փոխարտգործնախարարների հանդիպումն է շատ կարևոր, որ ավելի շատ այսպես դիսկուսիոն բնույթի հանդիպում էր եւ այնպես էր, որ բոլոր երեք կողմերն էլ շատ դրական են գնահատել, պաշտոնապես գնահատել այդ հանդիպման արդյունքները։ Մենք տեսնում ենք հետեւյալը, որ տարածաշրջանում մեր ընկալում կա, որ դրսից չեն գալու մեր հարցերը մեր փոխարեն լուծել, մեկ։ Երկրորդը, ընկալում կա, որ ամբողջ մեր տարածաշրջանի համար կա մի մեծ սպառնալիք։ Եվ այդ սպառնալիքը կարող է նյութականանալ, երբ մենք հակասություններ պահպանենք մեր ներսում։ Դա Ռուսաստանն է։ Եվ քանի որ Միացյալ Նահանգների այս երկակի դիրքորոշումները, որ դեռ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պարունակում են պատասխաններ, քանի շարունակվում է, այո, մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք այսպես, ինչպես աշխարհագրությունը, ոնց որ ասում են, մի փաստ է, որի հետ ոչինչ չես կարող անել, միայն պետք է հաշվի նստես։ Իսկ եվրոպացիներն էլ այսօր այո զբաղված են նախ եւ առաջ իրենց հարցերով, այս պատմական տրանսֆորմացիայի process-ն առաջ տանելով, այսպես ավտոպիլոտի ռեժիմի վրա դնելով են զբաղված, որովհետեւ հիմա այսպես ձեռքով է արվում, եվրոպական միլիտարիզացիան դա հեշտ գործ չի։ Դե ասում եմ պատմական տրանսֆորմացիա է, բացի դրանից այնտեղ ահռելի ծավալի կառուցվածքային աշխատանք դեռ պետք է արվի, որ այդ ավելի շատ տնտեսական ու մի քիչ էլ քաղաքական միությունը վերածվի ռազմաքաղաքական կոնկրետ անվտանգային իր բոլոր պարամետրերով հետնել այո միլիտարիզացիա տեղի ունենա, որ իրենք կարողանան տրանսատլանտյան դաշինքում պարիտետային դիրքերից դիրքավորվեն Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերություններում։ Հետևաբար հիմա ժամանակն է, այո, որ մենք ոնց որ մեր այս ոնց ասեմ, ներքին իներցիան քաջություն ունենանք եւ խելք հաղթահարելու եւ հասկանալու, որ տարածաշրջանն ընդհանուր է, նավն ընդհանուր է։ Այդ 3+3-ը որ կա, այն մի 3-ը ոչ մի բանի մասին է, այս 3-ը մենք ենք եւ մենք, հա, այսպես ասենք, մենք ու մենք, այո, մենք պետք է հասկանանք ինչ ենք անում, ինչ չենք անում։ Ի վերջո Ադրբեջանը ոչ մեկի հետ 1000 կիլոմետր սահման չունի։ Դա միայն Հայաստանի հետ է։ Այն նույնն էլ Հայաստանը։ Այո։ Եվ եթե մենք ունենում ենք խնդիրներ, այդ խնդիրները մի դաշտ են մանևրի համար, որտեղ կմանևրեն այլոք։ Եվ փաստ չէ, որ կմանևրեն հենց մեր շահերից ելնելով։ Կամ Ադրբեջանն էլ կարող է ակնկալել, որ մանևրելու են իր շահերից ելնելով։ Անկամ Թուրքիան։ Ոչ, այստեղ սա հիշեցնում է մի թղթախաղ մեծ սեղանի շուրջ, պոկեր, որտեղ ամեն մեկը խաղում է իր համար, խաղում է ըստ իր խաղաթղթերի, ըստ իր գրպանի։ Ոնց որ սիրում է Տրամպը ասել, չէ՞։ Այո, դու քարտ չունես, դե ուրեմն ոնց որ ասում են փաս իջի եւ շատ մի բան արա էլի։ Պարոն Մերաբյան, ըստ ձեզ Հարավային Կովկասում գոնե թե այս դուետը կկայանա հայ-վրացական։ Չի կարող չկայանալ, որովհետև ակնհայտ է, թե որտեղ են մեր շահերը համընկնում։ Ադրբեջանը իր նույնպես ակնհայտ է իր ամենաերկարաժամկետ շահերը այո կապում է Թուրքիայի հետ։ Այդ դուետը կա։ Վրաստանն այդ ամենի արանքում է։
որպեսզի չդառնա այդ դուետի համար օբյեկտ, ինչը Հայաստանին էլ ձեռնտու չի։ Արդեն ռազմավարական առումով այդ ձեր ասած դուետը ունի բոլոր հիմքերը կայանալու։ Իհարկե, սա այնպես նրա մասին չի, որ Վրաստանը չունի ռազմավարական բնույթի հարաբերություններ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ունի, բայց նա ունի խնդիր սուբյեկտ լինելու այդ հարաբերություններում եւ այդտեղ Հայաստանի հավասարակշռող դերը ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է։ Այնպես ինչպես Հայաստանի համար, որը նույնպես կենսական կարևորության հարաբերություններ պետք է ունենա Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր Եվրամիության անդամակցության, այսպես ասենք, այդ ռազմավարական որոշումը, որը մենք ընդունել եւ ամրագրել ենք օրենքով։ Եվ այստեղ նույնիսկ ընտրության հարցել չի։ Սա ուղղակի այլընտրանք չունեցող ռազմավարություն է, որը մենք որդեգրել ենք։ Հանուն այո մեր անկախության, հանուն մեր սուվերենության, մեր տարածքային ամբողջականության, այո եւ հանուն մեր ժողովրդավարության։ Այս ամենի, այսպես ասենք, անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքներ ապահովելու նպատակով։ Հետևաբար այս ամենը, այո, դրանք միջոցներ են այդ գերնպատակին հասնելու համար։ Այդուհանդերձ ռուսական վտանգը կամ ռուսական ազդեցության շունչը Հայաստանում ավելի չի ակտիվանում։ Իհարկե։ Ռուսաստանի դերը Հայաստանի համար 22 թվականից հետո կարգանեմ դերը օբյեկտիվորեն բարձրացավ, որովհետև մեծացան առևտրի ծավալները, այստեղ ռուսներ եկան, թեկուզ պուտինիզմը այս կամ այն չափով չընդունող կամ պուտինիզմի պայմաններում իրենց աշխատանքային գործունեությունը անհնարին դառնալու բերումով, հա, դա երկու, երրորդը ռուսական շուկայում բացվեցին մեծ սեգմենտներս սանկցիա, կոնտրսանկցիա այս պատմությունների արդյունքում, որտեղ Հայաստանի համար նիշաներ բացվեցին։ Այս ամենը բերեց նրան, որ կրկնում եմ Ռուսաստանի դերը մեծացավ, բայց Ռուսաստանի ռեպուտացիան բազմապատկվեց 0-ի եւ հավասարվեց 0-ի գումարած այն ամենի ֆոնին, ինչ տեղի ունեցավ արդեն մեզ հետ։ Գումարվեց իրար։ Այսօր Ռուսաստանը եւ ինչ ասեմ չարիքը դրանք հոմանիշներ են։ Չնայած մենք էլ հասկանում ենք, եթե այս տուրբուլենտ միջազգային հարաբերություններում բոլորը բոլորի հետ խոսում են, բոլորը բոլորի հետ խոսելու անհրաժեշտությունը հասկանում են, մի պետություն էլ դու ես, ու դու պարտավոր ես գնալ քո շահերի հետևից։ Եթե այս րոպեական են շահերը, դե այս րոպեական, կգա հաջորդ րոպեն, կհասկանանք ինչ ենք անում, բայց այս րոպեին եթե պահանջում է քո շահը կամ չի հակասում քո շահին, խնդրեմ քայլը տարա, որովհետև անորոշության մեջ դա թեկուզ փոքր, բայց որոշակիություն է մտցնում։ Չնայած, ել եմ ասում, այս ամենի մեջ չպետք է լղոզվի քո ռազմավարությունը, սա էլ կա։ Ռազմավարությունն էլ է ուրվագծվում։ Այո, բայց այս ընթացքում Ռուսաստանի, տեսեք, խոսեցինք, դերը մեծացավ, ներկայությունը համեմատաբար փոքրացավ, ռեպուտացիան զրոյացավ։ Սա շատ կարևոր պարամետրեր են, որը պետք է տարանջատել մեկը մյուսից։ Բայց իհարկե Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը այսօրվա Ռուսաստանի նկատմամբ, որ այսպես ռաֆինացված ֆաշիզմ է ձևավորվել այնտեղ, այլասերվել հասել է դրա,
իհարկե վերաբերմունքը այլ կերպ կան զզվանքը, ֆիզիկական խորշանքը դժվար է անվանել։ Այդ բազմանշանակ գնահատականից հետո կարելի է փոքր դադար այժմ հայտարարել եւ մենք շարունակենք։ Այսպեսով շարունակենք։ Ռուսաստանի դերակատարությունը ըստ ձեզ զգացվեց ինչ-որ առումով Գյումրու կամ Գյումրվա ընտրություններում։ Ուղղակիորեն, որ ասենք Եդինեյը Ռոսիայից ուղիղ սատարումների մասին բաց տեքստով հայտարարություններ եղան։ Տեխնատուներից էլ ոմանք մի քիչ շատ էին խոսում թուրքերից, չգիտեմ, Արցախից, ռուսական բազայից, բազայի վրան տնկած դրոշագից եւ այլ անհամ ու կարելի ասել նաեւ ապուշ հայտարարություններով հանդես եկան, մինչդեռ պետք է խոսել քաղաքի խայտառակ վիճակում գտնվող ավտոկայանից, որը գոմ է հիշացնում։ Այ ձեր դեմքն է դա։ Դուք եք կառավարել քաղաքը 13 տարի։ Հիմա ասենք բերաններդ բացել եք ձեր գլխից լայն եւ ուզում եք տպավորություն թողնեք, այ ողորմելիներ։ Երկրորդը, խոսեք տրանսպորտից, որ քաղաքը ընդամենը 12 կիլոմետր է մեկ ծայրից մյուսը, բայց քաղաքում տրանսպորտ չկա, ուղղակի չկա։ Այն շուտ գազելներ են գնում գալիս, այնց ուզում են գնում գալիս են, չեն ուզում, չեն գնում, չեն գալիս, ու դա էլ մինչև 6-ը, 7-ը քաղաքում տեղաշարժերը միայն տաքսիով, չհասկացա։ Այո, պետությունն էլ է մեղավոր, այո, այդտեղ այդ միջավայրի շեշտակի փոփոխության անհրաժեշտություն կա, որովհետև այն զգացումը, որը կա Գյումրիից այցելելու ժամանակ, այդ մարդկանց մոտ այդ ֆրուստրացիան, որ մենք տեսնում ենք, չէ, դրա հիմքը, այսպես ասենք, անտերությունն է, հա, այդ անտերության մթնոլորտն է, որը ձևավորվել է այնտեղ, որ Երևանից իշխանության ձեռքերը չի հասնում այդտեղ, տեղում էլ տիրում է նույն անտերությունը, իսկ հիմա կարող է տիրել նաև բեսպրեդելը այնպես, ինչպես եղել է 13 տարի։ Իսկ բնականաբար սրան չի կարող պետությունը անտարբեր գտնվել կամ թողնել իներցիայի, ինքնահոսի, հետևապես այստեղ անելիքներ կան եւ սա կարծում եմ շատ կարեւոր դաս է եւ քաղաքական մեծամասնության համար, մեզ համար, հանուն հանրապետության կուսակցության համար, մեր Եվրադաշինքի հայ հասարակության համար նաեւ վերջին հաշվով Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացու, միջին վիճակագրական քաղաքացու համար եւս այս պետությունը մերն է, թե մերը չի։ Ինչ է նշանակում քաղաքում քաղաքացուն ամենամոտ կանգնած իշխանության ընտրությանը 42% մասնակցություն է, այսինքն 58-ի 6-ը չէ, ուր է գնում իր հարկերը։ Սա նորմալ է, այսինքն գոնե Գյումրիի մասով այնտեղ էլ քաղաքացին է պետությանը մատնել անտերության, ըստ էության։ Չէ՞։ Այսինքն մեղադրել միայն պետությանը այդքան էլ արդարացի չի։ Չէ, տեսեք, վերաբերմունքի առում, այդ մենք մեզ լավ չենք վերաբերվում, սա ասենք։ Մենք մեր վաղվա օրվա մասին անտարբեր ենք եւ մնացածը արդեն այ սրա հետևանքն է։ Մինչդեռ ինչպես եղավ նաև Եվրաքվեի ժամանակ, հա, այդ 60,000 եւ ավել ձայներ հավաքվեցին, բայց պետքա 600,000 հավաքվեր ստորագրություններ։
Դե որոշակի ռեսուրս ալա պահանջվում դրանք հավաքելու համար էլի, հա, միայն գալ ստորագրելը հասկացանք, բայց մենք էլ ունենք այդքանի ռեսուրս, որքանի կարողացանք մոբիլիզացնել։ Արձանագրվածից կրկնակի նվազագույնը կհավաքվեր։ Դե մի քիչ ժամանակը որ շատ լիներ, կհավաքվեր, ես կասկած չունեմ։ Կամ ռեսուրսը մեր մի քիչ շատ որ լիներ, էլի կհավաքվեր կարճ ժամանակում։ Այդտեղ էլ կասկած չունեմ։ Հիմա ունենք այն իրավիճակը, որը ունենք, բայց կարևորը այն է, որ սոցհարցումներով էլ մենք տեսնում ենք այդ շատ հստակ ձևակերպված դիրքորոշումը, թե մեր քաղաքացին ինչպես է պատկերացնում իր ապագա, հա? Եվ հիմա քաղաքական դաշտը, քաղաքական դասը պարտավոր է սա սպասարկել։ Մինչդեռ քաղաքական դասի կամ այդպիսի ներկայացող մի սեգմենտ այսօր զբաղված է անմեղսունակ հայտարարություններ տիրաժավորելով։ Ընդ որում այս պարագայում ոչ միայն մեր խոսքը Գյումրիին է վերաբերվում, մեր խոսքը վերաբերվում է ամբողջ Հայաստանին 26 թվականին ընտրությունները նման մոտեցմամբ ասված մի առասցե մենք կարող ենք երկրի ղեկը հանձնել գուբերնիստներին եւ Ռուսաստանին։ Դե եթե գուբերնիստներ միանգամից։ Դե հիմա տեսեք, հիմա չի պահանջվում սխրանքներ գործել, էլի։ Բացարձակ։ Հիմա պահանջվում է ուղղակի սառը դատողությամբ աշխատել, չլինել սեփական զավակների եւ վաղվա սերնդի ճակատագրի հանդեպ, որոնց պետք է նորմալ պետություն։ Մեր սերունդը իր այսպես հասարակական կյանքում այս մի նպատակը պետք է իրականացնի։ Մեզ դա է տրված։ Ու մենք դա պետք է անենք պատվով կամ կարժանանանք վաղվա սերունդների անեծքի։ Այս գիտակցումը, չգիտեմ, կուզեն սխրանք կոչեն, կուզեն չկոչեն, թե կուզ սովորական մարդկություն կոչեն, տարբերություն չկա, գնահատական է հարց։ Բայց այսօր մենք պետք է հասկանանք, այո, մեր պետության վաղվա օրը կերտում ենք մենք։ Մեր վերաբերմունքը, ուրիշը չի գա, մեր փոխարեն չի անի։ Մենք եւ միայն մենք, այո։ Անկախ մեր նախապատվություններից, անկախ մեր կրթական մակարդակից, անցած ճանապարհից կյանքում, չգիտեմ, մասնագիտությունից, մեկից մյուսից։ Նախապատվությունը տալով եվրոպական ամեն ինչին, ես նյութականը նույնպես այստեղ կարևորում եմ։ Ու հետո կատարել նմանատիպ ընտրություն ուղղակի մարդու ուղերին հասանելի չի։ Այդ նյութականը հետևանք է եվրոպական արժեքների եւ պրակտիկայի։ Այո, մենք էլ մեղավոր ենք, մեր մեղավորությունն ունենք, որ այդ կապը մենք լավ չկարողացանք ներկայացնել եւ գուցեև շատերի մոտ տպավորություն կա, որ երբ խոսում ենք եվրոպական արժեքներից, դա մի այսպես շատ հեռու աստղագիտության պես մի ինչ-որ абստրակտ բանի մասին է խոսքը, որը դե ում հետաքրքրում է, ում էլ ոչ, բայց հիմնականում շատ նեղ շրջանակի մարդկանց կարող է հետաքրքրել, համենայն դեպս դա մեզ չի վերաբերվում, այլ մենք մեր կյանքով առօրյա կապրենք առանց դրա, ոնց որ ապրել ենք միշտ։ Մինչդեռ դա շատ լուրջ ինքնախաբեություն է։ Իսկ ես ասում եմ, մենք երևի թե մինչև վերջ չկարողացանք այդ կապը, պատճառահետևանքային կապը ներկայացնել, մենք էլ մեր մասով ենք, այո, մեր այսպես անցած ճանապարհը վերլուծում եւ ինքնակնդատաբար նաեւ, այո, որովհետեւ սրբագրենք մեր անելիքները եւ հենց դասերն առաջ մտնենք 2026-ի ընտրարշավ, որին մենք այո մասնակցելու ենք։ Ու բնականաբար այս իհարկե ես չեմ նաև անտեսում քաղաքացիական պայմանագրի ստացած ձայները,
նախ մեծամասնություն եւ բոլոր մասնակիցներից, այո, ամենաշատն էր, ավելի նախորդ իրենց ստացածից շատ ավելի շատ։ Եվ դա փաստ է։ Ուղղակի մաթեմատիկական փաստ։ Ուղղակի պետք է արդեն հաշվի առնվի, որ գալիս է ռևանշի հոտը։ Եվ հիմիկվանից սկսած պետքա դրա դեմը առնել։ Այո, դա ազգային անվտանգության հարց է եւ ես սխալ եմ համարում, որ դա պետք է թողնվի ժողովրդի հայեցողությանը, որովհետեւ երբ կրիմինալը դառնում է ընտրական գործընթացի մաս, դա այլասերում է ազատ կամարտահայտության գործընթացը։ Ինքնին այլասերում որում քաղաքական գործընթացներով դեֆորմացնում է, այո, եւ քաղաքական process-ն է հարամում եւ ապականում եւ նաեւ այլասերում եւ ձևախեղում է կամարտահայտությունը։ Արդյունքում մենք նաեւ ունենում ենք անօրինական ներգործության առերևույթ, հա, դրսևորումներ, ինչը մենք տեսանք տեխնացուներից մեկի մոտ, որ մարդեր ուղարկում շուկայում, հա, ում ժամանակին ինքը տեղեր էր տվել, մի հատ գան իր մոտ։ Եվ այլն։ Հիմա ես չգիտեմ, սրան իրավական ինչ գնահատակրեա իրավական ինչ գնահատական կտրվի, բայց պետքա տրվի, որովհետև ի վերջո սա էլ է լակմուս։ Մենք պետություն ենք, թե անշուն գեղ, որտեղ ամեն լածիրակ պետք է առանց փետի ման գա։ Հետևաբար այստեղ անելիքներ ունի պետությունը։ Պատմական օրինակ եմ հիմա բերում։ Առաջին հանրապետության իշխանությունը Գյումրին հանձնեց Տշնամու, չէ՞։ Որ երկու կողմից հարձակվել էին, բա ինչ։ Բայց այդ նույն առաջին հանրապետության ժողովուրդը պահպանեց Երևանը եւ Սարդարաբադով Տշնամու դեմը առավ։ Հիմա ես մի փոքր փոխակերպելով ասածս 18 թվի, այո, հիմա պետքա նույն տրամաբանությամբ Սարդարաբադ, քաղաքական Սարդարաբադ։ Մի քիչ շատը բան հնչեց, բայց ամեն դեպքում դա ինչ որ տենց են վերջին մարտի տրամաբանությամբ ես չէի նայի, այստեղ ուղղակի մենք այդպես պետք է հաշիվ տանք։ Հա, մեր վաղվա օրը մենք ոնց ենք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, որ մենք ենք մեր վաղվա օրվա տերը, թե ամեն ինչ թողնում ենք ինքնահոսի, որպեսզի այլոք գա մեզ հետ, ով ինչ ուզի անի։ Դոկտորսկի երշիկ տրամաբանությամբ։ Չգիտեմ։ Այս պարզ հարցին պետք է պատասխան տրվի, ել եմ ասում, սա մենք շատ ենք խոսում կրթության կարևորության մասին եւ այլն, բայց սա չեմ կարծում շատ մեծ ինչ-որ կրթություն է պահանջում, էլի պատասխանատվության հարցը սա։ Կամք եւ չալարել։ Ի վերջո մեր ժողովուրդը այդ ընտրության X օրը պետքա չալարի։ Մարդը լինելու հարց կա այստեղ, մարդը լինելու ուղղակի մեկ, երկրորդը ուղղակի պատասխանատվության հարց։ Էլի կարելի է գնալ Կասկադ, կաֆե, բայց գնալ քվեարկել, նոր հետո գնալ Կասկադ, հա։ Էլ ոնց ասենք։ Ու ով ուզում է թող գնա, այսօր եմ ասում, բայց այդ օրը մենք պետք է լավ հասկանանք, որ մենք ենք որոշելու այնուամենայնիվ մեր գնալով էլ չգնալով էլ մեր վաղվա օրը, եւ թե ինչ ենք այդտեղ նախընտրելու, ինչ ցանենք այդ օրը, այդ էլ կհանձենք։ Այդ էլ կհանձենք մի քանի տարի։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ամեն բարի ձեզ։